Հիմա ասեցին ԳՇՊ-ի տեղակալը կգա 6 հոգու հետ։ Այդ 6 հոգուն էլ իրանք գիտեք են միշտ շեշտում այդ քանակայինը, որ շատ է սլում, արդեն այնի ասում, արդեն կառուցողական չի ելնում զրուցել, մեկը ասում է նրա պատասխանելը չստացած, այն մյուսը կողքից ասում, ու տես մնում է անպատասխան, բովանդակությունը չի բանանում։ Ասեցինք հատու գա, հեռու չենք բանանելու, էլ ենք այդ հանկնդեկում, այս կողքը սենյակ կա։ 6 հոգու ասը, 6 հոգու հարց չկա, բայց իրանք ակտակավոր մենք էլի չունենք իրան բան ասել, մենք պետք է հարց տանք ասենք, ուրա քո ղեկավարը, ինչի է ձեր ղեկավարը, էսա քանի օր այսա, ասենք մենք այսքան ժամանակ ոչ մի անգամ ասերան էդոին չենք տեսել։ Դուք կարծում եք հիմա դիտմամբ են ձգձգում։ Հա, հայտի նորություն չէ, խեք չան, այս 5 տարի է վիճակն է։ Առավել ևս շեշտում եմ, այս կառույցի հետ պաշտպանության մենք միշտ խնդիրներով ենք ստեղել։ Ոչ մի այլ կառույցի մենք այսքան պրոբլեմատիկ չի ելը մեր հանդիպումները։ Գիտեք, շատ լավ գիտեք, տնօրենների հետ ենք հատվել, չի եղել sense խնդիր։ Քննչական պետի հետ Օրինակ ինչու որոշվեց պաշտպանության նախարարությունը, որովհետև դուք միշտ ձեր խնդիրները լուծել եք ազգային անվտանգության հետ, ազգային անվտանգությունի վերջի իրավիճակը նայելով մենք հասկացել ենք, որ ընդդեից էլ պետք է ոնց որ ասենք հույսներս կդրենք։ Կամ ընդհանրապես մենք այս երկրի իշխանություններից ենք կորցրել մեր բանը։ Ինչը հերթով ասեմ, հայցերը Եվրոդատարանից հետ են կանչում։ Պաշտպանության նախարարությունը որ զորակոչել է այդ երեխեքին տարել է պատերազմ, այսօր ձեռները թափատվեք հաշվեղը։ Ահացն ասում է հա գնում են բանակցում, բայց ահացը ղեկավարը այսօր գնում է 10 հոգու համար է բանակցում։ Հա ես չեմ ասում, ես ընդեր չեմ էլ ներկա չեմ էլ, ես չեմ կարա հստակ 100% ասեմ, որ ինքը անետ կորածների մասին խոսել է թե չէ, էդի չեմ բանը, բայց արդյունք ունենք, մեզ հետաքրքրում է արդյունքը, չէ՞ ոչ թե բանակցության ընթացքը, թե հիմա ոնց են իրանք ընդ բանակցում, ինչ են ասում, այդ ինչ չի հետաքրքրում, իսկ կարևորը որի մեր երեխուց լուր բերեն, այդ անետ կորածներից հակատագրի վերաբերյալ լուր բերեն, ողջ են, զոհված են, ուր են, բայց սրանք կոնկրետ առաջի հենց առաջինը, որ մենք իրոք պետք է պահանջենք մեր երեխեքից, դա ոչ ԱՀԾ-ն է, ոչ Կարմիր խաչն է, ոչ կառավարությունն է, դա պաշտպանության նախարարությունն է, մենք իրանց ենք տվել, մեր երեխեքը զինվոր են եղել, մեր երեխեքը չեն եղել ԱՀԾ-ի ծառայող կամ չգիտեմ կառավարության աշխատող, զինվոր են եղել, զորակոչվել են բանակ, այս կառույցը տարել է մեր երեխեքին բանակ, տարեկցել է պատերազմի ամենաթեժ կետերը, ու ինքը քաշվել է, վсё, իր միսիան ավարտվեց, բայց դրանց պետք է որ քեզ տվել ենք, բա քեզնից էլ պետք է ուզենք ՊՆ, բա ումից ուզենք, երեխեք ջան, դրա համար ոնց նայում ենք այստեղ, մեր ուզելու տեղը ստեղ, հետո ասում եմ մեր իմացած ունեցած տվյալներով, այս կառույցում, այս շենքում կան մարդիկ, որոնք անգամ ես նորից եմ ասում 100% չեմ ասի, բայց իմ ունեցած տվյալը, որ ստեղ իմացել են որտեղ է, իրանց ունեցել են տվյալները, մեր երեխեքը, որ լագերում է, ինչ են արել, խիչ են ինչ-որ մի բան արել, որ այդ երեխեքին բերեն, խեն ձեռները թափտված քաշվել են գրախ, վсё, անունը պաշտպանության նախարարությունը, ում են պաշտպանում։ Իսկ այստեղ մինչև ժամը քանիսն եք պատրաստվում մնալ, այստեղ արդեն 3 ժամ է։ Հեսա այդ ընկա 12-ից տենք, հիմա հեսա կտենակ այդ ԳՇՊ-ի տեղակալը ասել ենք, թող գա փոխանցենք մենք մեր իրան, որ պետքա կարող է ինքը արդեն անմիջական իր պետին երևի կարողացել չերես ղշով են ուղարկում խաբարը ու շատ է հասնում, հիմա իր տեղակալը կգա զանգի կասի շեֆ ջան արիս, տես մարդիկ քեզ են սպասում։ Կգա, չի գա, հաստատ տնես կանենք, որ կգան։ Թող կասկած չունենան, գալու եք 3 քտել, որիդ ասել եմ, գալու եք, մեզի հաճոտ ունեք տալու, մենք էլ ձեզնից պատասխան ունենք ստալու, կգաք կտա։ Եվս մեկ անգամ կնշեք ովքեր են 3։ Անա բանի անու ոնց էր։ Ասերյան Էդուարդ ԳՇՊ, Կամո Վարդանյան եւ նախկին ռազմական հետախուզության պետ Մարտիկյան։ Այդ 3 անձին։